Դաշնակցական Արմեն Ռուստամյանի համար Եվրասիական տնտեսական միությանը միանալը նաև ազգային հարցեր լուծելու համար է։ Դեպտյանես տեսակ պահելու համար։ Սակայն պարոն Ռուստամյանը համաձայն չի հանրապետական Մհեր Սեդրակյանի հետ, ըստ որի մենք պետք է ապրենք ռուսի լծի տակ, որովհետև միշտ թուրքի, պարսիկի կամ ռուս ազգի լծի տակ ենք եղել։ Որ լծի մասին խոսում են, այդ ազգերը նախ այդ ժամանակ չկային էլ։ Եվ դի շատ բան հələ սովորեն հայ ժողովրդից։ Մհեր Սեդրակյանը նկատի ունեցել, որ մենք այս ճանապարհ լծերից ազատվում ենք։ Մհեր Սեդրակյանն ըստ Վարան Բաղդասարյանի իրավունք ուներ այդպես մտածելու, բայց նա քվեարկել է ԵՏՄ մտնելու օգտին եւ ոչ միայն նա, այլև ընդդիմությունը ԵՏՄ-ի հարցում այո միասնականություն կա, ակնարկում է հանրապետականը եւ հիշում այդպիսի մի համախմբման օրինակ։ Հայտնի դեպքերի հետ կապված, երբ որ ադրբեջանցիները իրենց ագրեսորական վերաբերմունքով խախտում էին մեր սահմանները, այդ ժամանակ մենք միասնական չէինք։ Լևոն Զուրաբյանը չէր կասկածում, որ հանրապետականները սխալ կմեկնաբանեն ԵՏՄ-ին ընդդիմության կողմ քվեարկելը, նրանց նույնիսկ ձեռքը պետք է սեղմել շատ զգույշ։ Երեք չառաջորը միջանցքում պատահաբար հենց հանդիպել եմ եւ անգամ սեղմել եմ եւ Շարմազանովի եւ Աշոտյանի մեկնած ձեռքը։ Հիմա մտածում եմ, կարող է դա էլ ներկայացնեն որպես աջակցություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը։ Հանրապետականը ողորմելի եւ խեղճ վիճակում է եւ ՀԱԿ-ը միասնական չի լինի Սերժ Սարգսյանի հետ, ով կազմակերպել կամ մեծ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի 10 զոհերի սպանության մեջ։ Լրագրողները նկատեցին, որ ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը ստորագրելու է Սերժ Սարգսյանը, որի ոչ մի ստորագրություն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել, իրավական ուժ չունի։ Դե հիմա գիտեք ինչ, հիմա կոնկրետ այս պայմանագիրը մենք մեր համաձայնությունը հայտնել ենք, այս վիճակում ուրիշ բան հնարավոր չէր։ Իդեպ ընդդիմադիր պատգամավորը հաջողախոսեց ազգային ժողովի դարպասների մոտ ԵՏՄ-ից բողոքող այն ակտիվիստներին, որոնք նույնիսկ ՀԱԿ-ին էին համարում դավաճան։ Այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ կա եւ դրա մասին խոսում են, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել ազգային ժողովի ճամփորդները ջարդելու։ Պարոն Զուրաբյանն ասաց, որ եթե ինքը դեմ լիներ Եվրասիական տնտեսական միությանը, ազգային ժողովում քարը քարի վրա չէր թողնի։